Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Այսօր խոսելու ենք թզի ջրի օգտակարության մասին և ոչ միայն։ Թզի ջրի ամենահայտնի առավելությունը, որ այն մաքուր, բնական, լուծողական ազդեցություն ունի։ Պատճառն այն է, որ ունի շատ մանրաթելեր, ունի ֆերմենտ, որը հեշտացնում է սննդի քայքայումը, բարձր է խոնավություն կլանելու կարողությունն աղիներում։ Եթե ամեն օր մեկ հատ թզի ջիր ուտեք, աղիների աշխատանքը կդառնա կանոնավոր։ Այն մեղմորեն խթանում է աղիների աշխատանքը, օգնում է փորկապության դեմ, մաքրում աղիները և դուրս բերում տոքսինները։ Սա հատկապես օգտակար է նստակյաց կյանք վարող մարդկանց համար։ Այն համարվում է բնական էներգիայի բոմբ։ Թզի ջրի մեջ կա բնական գլյուկոզա, ֆրուկտոզա, մագնիում, կալիում, երկաթ, վիտամին B խմբից։ Արդյունքը՝ ուտում ես մեկ հատ, ստանում ես արագ էներգիա առանց սուրճի, շատ լավ է ուսանողների, վարորդների, մարզվողների, հոգնեցնող աշխատանք անողների համար։ Թզի ջիրը պաշտպանում է սիրտը, իջեցնում է խոլեստերինը, կարգավորում է զարկերակային ճնշումը, ուժեղացնում անոթների պատերը։ Կալցիումը, մագնիումը և հակաօքսիդանտները միասին նվազեցնում են սրտային հիվանդությունների ռիսկը։ Օգուտ է թեթև անեմիայի ժամանակ։ Թզի ջիրը պարունակում է երկաթ, իսկ այն օգնում է դրան ավելի լավ յուրացմանը։ Եթե անեմիայի հակված եք, մեկ հատ թզի ջիր օրական կարող է փոքր, բայց կայուն աջակցություն լինել։ Թզի ջիրն ամրացնում է ոսկորները, քանի որ նրա մեջ պարունակվում է կալցիում, մագնիում, ֆոսֆոր։ Հիանալի սննդամթերք է հատկապես կանանց, երեխաների, տարեցների համար, օգնում է կանխել ոսկրերի բարակումը։ Լյարդի և սրտամկանի համար մաքրող սնունդ է համարվում։ Թզի ջիրը բարձր հակաօքսիդանտային ուժ ունի, որը պայքարում է բջջային բորբոքման դեմ, պաշտպանում է լյարդը, նվազեցնում է օրգանիզմի ընդհանուր օքսիդատիվ սթրեսը։ Բայց հիշեք, որ ունի նաև հակացուցումներ։ Թզի ջրի բնական շաքարները և բարձր կալորիականությունը այն դարձնում են չափի մեջ օգտակար մթերք։ Շաքարային դիաբետ ունեցողները պետք է զգուշանան։ Թզի ջիրը բարձրացնում է արյան շաքարը, քանի որ ունի բարձր գլիկեմիկ ինդեքս, բնական շաքարներ։ Եթե դիաբետ ունեք, ուտեք միայն անչափ քիչ քանակով, ուտել ճաշից հետո, ոչ դատարկ ստամոքսին։ Պետք է զգուշանան նաև ավել քաշ ունեցող մարդիկ։ 100 գրամ թզի ջիրը մոտ 200-ից 290 կիլոկալորիա է։ Ավելի շատ օգտագործելու դեպքում քաշն արագ է բարձրանում։ Թզի ջիրը պարունակում է օքսալատներ, որոնք կարող են խթանել երիկամային քարերի առաջացումը։ Պետք է զգուշանան նաև աղիների գերզգայունություն ունեցողները, քանի որ այն կարող է առաջացնել փքվածություն, գազեր, ցավեր։ Այս մարդիկ պետք է օգտագործեն փոքր քանակով կամ ընդհանրապես դուրս բերեն սննդամթերքից։ Մաշկի ալերգիա կամ սննդային ալերգիա ունեցողները նույնպես պետք է խուսափեն այն օգտագործելիս, ինչ տեղի կունենա մեր օրգանիզմում, եթե ամեն օր մեկ հատ թզի ջիր ուտենք։ Եկեք պատկերացնենք, դա ինչպես է ազդում 20-ից 30 օրում։ Առաջինից 3 օրերում մարսողությունը դառնում է մի փոքր ավելի ակտիվ, աղիները սկսում են շարժվել ավելի կանոնավոր, կարող է լինել փոքրիկ գազեր կամ փքվածություն, և դա նորմալ է։ Մեկ շաբաթ անց ստամոքսաղիքային համակարգը հարմարվում է։ Եթե ունեք փորկապություն, մոտ 70-ից 80% դեպքերում այն թեթևանում է։ Էներգիան բարձրանում է շաքարի փոքր քանակի շնորհիվ, գիշերվա քունը կարող է կայունանալ իր շնորհիվ մագնիումի ազդեցության։ 2 շաբաթ անց սիրտանոթային համակարգը սկսում է արձագանքել, կալիումն օգնում է նվազեցնել ճնշման տատանումները, մաշկը կարող է դառնալ ավելի մաքուր աղիների մաքրման շնորհիվ։ 1 ամիս անց աղիներում մանրէները բազմապատկվում են, լյարդը սկսում է աշխատել ավելի մաքուր, թեթևացած։ Քաշը չի ավելանում, եթե բավարարվում եք միայն մեկ հատով, ոչ ավել։ Ամենօրյա մեկ թզի ջիրը հանդիսանում է փոքր, բայց զորավոր ներդրում առողջության մեջ։ Ինչպես ուտել
թզիչիրը։ Լավ է ուտել առավոտյան կամ ճաշից հետո, խմել 1 բաժակ ջուր, որպեսզի այն ճիշտ աշխատի, խուսափել երեկոյան ուշ ժամերին ուտելուց, եթե ունեք շաքարային խնդիրներ։ Թզիչիրը հիանալի բնական դեղամիջոց է, որը կարող է օգնել մեր մարսողությանը, սրտին, ոսկորներին, էներգիա տալ և իհարկե պաշտպանել լյարդը, բայց այն չի կարելի չարաշահել, քանի որ շատ քաղցր է և բարձր կալորիական։ Օրվա 1 հատը մեծ գումարի պես է, բավարար է, որ օգնի, բայց չափավոր, որպեսզի չվնասի։ Թզիչրի ճանապարհը մեր օրգանիզմում հետաքրքիր, պարզ ու իրական պատմություն։ Երբ մարդը ուտում է 1 հատ թզիչիր, սկսվում է մի ամբողջ գործընթաց, որը կարծես երկար ու բարդ ճանապարհորդություն լինի մարդու մարմնի ներսում, բայց առանց որևէ կախարդանքի։ Սա իրական, կենսաբանական, բայց շատ հետաքրքիր պատմություն է։ Թզիչրի ճանապարհը սկսվում է բերանից, այստեղ այն մանրացվում է ատամներով, խառնվում է թքի ֆերմենտների հետ, որոնք սկսում են այն քայքայել։ Այս առաջին քայլը կարևոր է, որովհետև եթե ճշգրիտ չկատարվի, ամբողջ մնացած գործընթացը դանդաղում է։ Բերանը թզիչիրը պատրաստում է ստամոքս ուղարկելու քայքայված, խոնավացված վիճակում։ Երբ թզիչիրը հասնում է ստամոքս, այստեղ այն ենթարկվում է ստամոքսաթթվի ազդեցությանը, դառնում է շատ փափուկ, կորցնում է իր նախնական ձևը և վերածվում է սննդային զանգվածի։ Ստամոքսը սկսում է առանձնացնել նրա բաղադրիչները՝ մագնիում, կալիում, երկաթ, մանրաթելեր, բնական շաքարներ։ Այս փուլում ստամոքսը հատկապես արագ արձագանքում է թզիչրի շաքարներին և ուղարկում է ուղեղին ազդակ, որ էներգիա է հասել։ Իսկ եթե թզիչրի հետ օգտագործեք նաև ծիրանաչիր և սալորաչիր, ապա ձեր ամբողջ օրվա էներգիան ապահոված կլինի։ Այս մթերքները պարունակում են նյութեր, որոնք վերականգնում են միջողնաշարային սկավառակները կազմող հյուսվածքները, բացի այդ, նրանք ամրացնում են հյուսվածքները և վերականգնում ողնաշարը։ Օգտագործեք 1,5 ամսվա ընթացքում։ Նյութերը, որոնք պետք են դրա համար, չեն պարունակում այս բաղադրիչներում առանձին այլ ձևավորվում են համադրության մեջ։ Չորացրած ծիրանն անկասկած կարելի է անվանել օգտակար նյութերի պաշար։ Թուզը քաղցկեղի դեմ կանխարգելիչ միջոց է, այն կարգավորում է վահանաձև կեղծի աշխատանքը, բացի այդ, թուզը օգնում է աղիքներից դուրս հանել պարազիտներին։ Իսկ թուզը հայտնի է իր ջերմիջեցնող ու հակաբորբոքիչ հատկություններով, այդ պատճառով այն խորհուրդ է տրվում օգտագործել մրսածության, անգինայի և այլ հիվանդությունների դեպքում։ Թզիչիրը թարմ թզից պակաս օգտակար չէ, այն պարունակում է 70% շաքարներ, հիմնականում ֆրուկտոզա, 1 չիրը 2 գրամ բջջանյութ է պարունակում, ինչը կազմում է օրական չափաբաժնի 20%-ը, օմեգա-3, օմեգա-6 ու ֆիտոստերոլի շնորհիվ թուզն օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը։ Թուզը քիչ հակացուցումներ ունի, նախևառաջ դրանք կապված են պտուղներում շաքարի մեծ պարունակության հետ։ Թուզը կամ դրա չիրը խորհուրդ չի տրվում ուտել շաքարախտ ու աղեստամոքսային հիվանդություններ ունեցողներին։